Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Ասում են, եթե ֆիլմը հաջողություն է ունենում, դա բիզնես է։ Եթե հաջողություն չի ունենում, դա արվեստ է։ Այս էկրանին այսօր դերասաններ են եւ ռեժիսորներ, որոնք արվեստը դարձրել են անձնական բիզնես, եւ պրոդյուսերներ, որոնք բիզնեսը հասցրել են արվեստի մակարդակի։ Բարի երեկո, եթերում կինոն է։ Մայստրո Երվանդ Երզունյանը իր նվագախմբի հետ այստեղ է։ Հարմար տեղավորվեք, սեանսը սկսվում է։ Տեսնենք, թե ինչ հաջողություններ ունեն իրենց ասպարեզում մեր այսօրվա մասնակիցները։ Այսօր կինո ենք խաղում Օնիկ Աչեմյանի հետ, Բարևիդես, Աննա Արզումանյանի և Անդրանիկ Սերոպյանի հետ։ Բարի երեկո։ Բարևիդես։ Օնիկ, որ կինոսեր եք, որ գիտակեք, ինչ որտեղ երբ խաղում բազմիցս փայլած, դա գիտեք, բայց դրանից զատ մասնագիտությամբ ստամատոլոգ։ Ինչ պետք է անել հոլիվուդյան ժպիտ ունենալու համար։ Որոշակի չափի գումար ունենալ այդ թվումներ։ Շատ մեղմ է ասված որոշակի չափը։ Դե փորձում եմ մեղմ ասել։ Այո, որովհետև կարծում եմ բավականին գումար է պետք, բայց արդյունքը իհարկե հիանալի է։ Աննա, դուք մասնագիտությամբ Անգլերենի լեզվաբան եք։ Ինչպես եք դիտարկում այն հանգամանքը, որ արդեն կան բառեր, որոնք ներառված են մեր խոսակցականի մեջ եւ երբեմն հայերենի հետ անգամ համակցվում են անգլերեն բառեր։ Իրականում ես դրա նորմալ եմ նայում, քանի որ պետք են որոշ օտարաբանություններ մտցվել մեր խոսքի մեջ, որպեսզի ինչ-որ չափով նաև որ խոսքը ավելի հեշտ լինի փոխանցել դիմացինին։ Ընդհանուր իմաստը։ Ես օգտվելով ձեր ներկայությունից ուզում եմ մեր հեռուստադիտողներին շնորհակալություն հայտնել իրենց ըմբռնման համար, որովհետև մենք խաղում ենք կինո եւ այս ասպարեզում կան բառեր, որոնք իսկապես թարգմանության ենթակա չեն եւ անգամ այս պարագայում մեր հեռուստադիտողները սիրով են ընդունում այսպես ասած օտար բառերի արկայությունը։ Անդրանիկ, ռեժիսոր եւ 3D անիմատոր։ 3D անիմատոր։ Շատ բարի։ Ռեժիսոր թատերային ռեժիսոր եք, թե հեռուստառեժիսոր։ Հեռուստատեսային ռեժիսոր։ Որպես հեռուստատեսային ռեժիսոր ինչպես կգնահատեք կինո հաղորդումը։ Հիանալի։ Իսկ եթե հնարավորություն լիներ այս հաղորդումը 3D անիմացիայով ներկայացնել, ինձ ինչ կերպարով կներկայացնեիք։ Լավ հարցեր։ Օտարածին բառ ասեմ, մուլտիաշնի։ Մուլտիպլիկացիոն։ Այո։ Կարելի է այս բaragայում այդպես ասել։ Սիրելի ներկաներ, խաղալու ենք կինո, գուշակելու ենք աշխարհի բոլոր ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները։ Խաղը բաղկացած է 3 փուլից եւ սուպեր խաղից։ Հիմա 3-ըդ եք, սակայն եզրափակիչ փուլ կհասնի միայն մեկը։ Նա ով բոլորից լավատեղյակ է կինոարվեստից կամ հաջողակ։ Առաջին հերթին պետք է որոշենք, թե ով է սկսելու խաղը եւ դա անելու ենք հատուկ հարցի միջոցով, որի պատասխանը ստույգ թիվ է։ Հարցը լսելուց հետո ձեր առջև դրված թղթերի վրա կգրեք պատասխանի ձեր տարբերակը, կհաղթի նա, ում պատասխանը առավել մոտ է ճիշտ պատասխանին։ Եվ այսպես հարցը. ռեժիսոր Ստենլի Կուբրիկը հայտնի է իր պերֆեկցիոնիզմով։ Անգամ ամենահասարակ կադրի համար կարող էր 95 դուբլ նկարահանել։ Նրա լայն փակված աչքերով ֆիլմը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարատև նկարահանված կինոնկարը։ Հարց. որքան է տևել լայն փակված աչքերով ֆիլմի նկարահանումը։ 20 վայրկյան ժամանակ։ Ունենք տարբերակներ։ Օնիկ 10 ամիս։ 10 ամիս, 936 օր, կարծում է Աննան եւ Անդրանիկի պատասխանը 1 տարի 6 ամիս։ 1 տարի
6 ամիս։ Բրավո, դա ճիշտ պատասխան է, որովհետև 579 օրացուցային օր է տևել նկարահանումը, այդ ընթացքում բաշխված են եղել 294 նկարահանման օրեր։ Հիանալի է, Անդրանիկ, խաղը սկսելու եք դուք, բայց մինչ այդ լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը, թարմացնում ենք հիշողությունը։ Տարզան, Գիգոր, Բինգո բոնգո։ Մենք խաղում ենք կինո։ Առաջին փուլում ֆիլմեր ու մուլտֆիլմեր են, դասակարգված 3 անվանակարգերում։ Կատեգորիաներին համապատասխանում են գուշակելու եղանակները, դիտելով դրվագ, լսելով սաունդթրեք կամ պատկերացնելով պաստառի սկզբնական տեսքը։ Միավորները տարբեր են ըստ հարցի բարդության աստիճանի։ Այսօր կատեգորիաներում ներկայացված են Ռոբերտները, Դենիրո, հատվածներ նրա դերակատարմամբ։ Ամիր Խանյան, մայեստրոյի հեղինակած ստեղծագործություններն են ֆիլմերի ու մուլտֆիլմերի համար։ Եվ պաստառների վրա տաղանդով մեծ, բայց անձնագրով կրտսեր Դաունին է։ Ռոբերտները թող ձեզ բերեն հաջողություն, սիրելի մասնակիցներ, Անդրանիկ, ընտրում եք դուք ինչպես գուշակել, թե պետք գուշակելու հնարավորությունը հավասարապես տրված է բոլորից։ Ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք համապատասխան միավորը, սխալ պատասխանի դեպքում մեկ հարց բաց կթողնեք խաղը։ Անդրանիկ, խնդրեմ։ Սկսենք Ռոբերտ Դենիրո 30-ից։ Ռոբերտ Դենիրո 30։ Օնիկ։ Կազինո։ Դա կանն է, դա զինն է, դա նոնն է։ Կազինո։ Շարունակեք Օնիկ։ Ռոբերտ Դաունի կրտսեր 40։ Ռոբերտ Դաունի կրտսեր 40։ Անդրանիկ։ Սուդիա, դատավորը։ Տեսնենք։ Իհարկե, դատավորը։ Շարունակեք։ Դաունի կրտսեր 50։ Դաունի կրտսեր 50։ Աննա։ Զոդիակ։ Տեսնենք։ Իհարկե, Զոդիակ։ Եկեք Ռոբերտ Դենիրո 20։ Ռոբերտ Դենիրո 20։ Մեկ անգամ Ամերիկայում։ Իհարկե, մեկ անգամ Ամերիկայում, ճիշտ է Անդրանիկ։ Շարունակեք։ 50-ը։ Ռոբերտ Դենիրո 50։ Ռոբերտ Դենիրո 50։ Անդրանիկ։ Մալավիտա։ Ճիշտ է։ Մալավիտա։ Բրավո։ Շարունակեք։ 40-ը։ Ռոբերտ Դենիրո 40։ Աննա։ Goodfellas։ Ճիշտ է։ Փառավոր տղաները։ Աննա, շարունակեք։ Եկեք Ռոբերտ Ամիրխանյան 30։ Խաթաբալա։ Ավաղ, ոչ։ Օտար խաղեր։ Մի քայլ բացեք թողնում Աննա եւ ցածր միավորները ձերն են Օնիկ, ընտրեք։ Ռոբերտ Դաունի կրտսեր 30։ Ռոբերտ Դաունի կրտսեր 30։ Չապլին։ Տեսնենք։ Տեսանք։ Ճիշտ է, Չապլին։ Աննա, վերադառնում եք խաղ։ Ռոբերտ Դաունի կրտսեր 20։ Դաունի կրտսեր 20։ Օնիկ։ Շերլոկ Հոլմս։ Տեսնենք։ Ճիշտ է, Շերլոկ Հոլմս։ Ավարտենք կատեգորիան 10-ը։ Ռոբերտ Դաունի։ 10-ը։ Օնիկ։ Iron Man։ Տեսնենք։ Ճիշտ է, երկաթե մարդը։ Շարունակեք։ Դենիրո 10։ Դենիրո 10-ը։ Մայիսի 10-ը։ Կարկասցոր Անդրեև եկավ ու մաքրեց փողոցներն ու մայթերը աղբից։ Ով էր օրագիր կազմում։ Տաքսիստը։ Հայելու առաջ ամենահանրահայտ
Մենախոսությունը տաքսու վարորդը, որը ասում են իմպրովիզի արդյունք է եղել։ Այո, ճիշտ է։ Շարունակեք Անդրանիկ։ Ամիրխանյան 50։ Ամիրխանյան 50։ Բոլորս ունենք այդ անձնավորությունից մեր կյանքում, որովհետև բոլորս ծնվել ենք։ Հայրիկ։ Ճիշտ է։ Եկեք Ռոբերտ Ամիրխանյան 40։ Ռոբերտ Ամիրխանյան 40։ Նաև ասեմ, որ ոչ պակաս Ռոբերտ կա այս պարագայում, որովհետև տաղանդավորագույն Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմի համար է գրված ստեղծագործությունը։ Ով այնպիսի թագավորությանս կեսը կտամ նրա։ Սուտլիկ Որսկանը։ Գրեթե, ավաղ ոչ։ Ով այնպիսի սուտասի։ Միքայել բաց եք թողնում ոնի։ Ով այնպեսի սուտ ասի, որ ես ասեմ, սուտ է թագավորության սկեսը կտամ նրան, ինչ մեկ հայտնի այդ խոսքը։ Ահա։ Ցածր միավորները ձերն են Անդրանիկ այս պարագայում, խնդրեմ։ Ռոբերտ Ամիրխանյան 10։ Ռոբերտ Ամիրխանյան 10։ Կապույտ փրփուրների Կապույտ ծովում սպիտակ փրփուրի մեջ, ճիշտ է։ Բրավո։ Օնիկ վերադառնում եք եւ վերջին 20 միավորը, որը կարող է վաստակել ձեզնից յուրաքանչյուրը, խնդրեմ։ Տղամարդիկ։ Ճիշտ է, տղամարդիկ։ Բրավո, Աննա։ Եվ առաջատարը դուք եք 170 միավորով Աննան, 120 միավորով Անդրանիկը և 90 միավորով Օնիկը։ Ինձ հետ միասին գալիս են երկրորդ փուլ, որը առաջինի եթերում է բացառապես ձեզ համար։ Մնացեք մեզ հետ։ Դիեգո Մարադոնան փաստացի փրկել է Պաուլո Սորենտինոյի կյանքը։ 17-ամյա Պաուլոն գտնվում էր մարզադաշտում, երբ իրենց տանը դժբախտ դեպք տեղի ունեցավ։ Եթե Պաուլոն չլիներ իսկական նեապոլցի, ֆուտբոլասեր եւ Մարադոնայի երկրպագու ու մնար տանը, մենք դժվար թե առիթ ունենայինք նրա ֆիլմերը դիտելու։ Այսօր այս փուլում մեր մասնակիցներին կփրկի արագ կողմնորոշվելու հմտությունը։ Էկրանի խաղադաշտ են դուրս գալիս ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները էմոջիների տեսքով։ 15 ֆիլմ եւ յուրաքանչյուր ֆիլմի համար 15 վայրկյան գուշակելու համար։ Ճիշտ պատասխանի դեպքում կստանաք 30 միավոր, սխալ պատասխանի պարագայում 1 քայլ բաց կթողնեք խաղը։ Ես վստահ եմ, որ այսօրվա էմոջիները ոչ միայն իրենց ներկայությամբ կուրախացնեն ու հաճույք կպատճառեն, այլև առիթ կհանդիսանան, որպեսզի դուք միավորների մեջ առաջ անցնեք։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, ծափահարություններ մեր մասնակիցներին եւ մենք սկսում ենք երկրորդ փուլը, ուշադրություն էկրանին։ Օնիկ Գորոդ Անգելով։ Հրեշտակների քաղաքը, ճիշտ է, հաջորդը։ Ինչ ենք տեսնում։ Ինչ ենք տեսնում, Ֆրանսիա։ Հաջողություն, որը չեղարկված է։ Մոնակո։ Մոնակո։ Այդքան էլ մոտ չէինք այս պարագայում Մոնակոին, թեպետ կարող էին նմանատիպ դեպքեր գրանցվել Մոնտե Կարլո։ Անհաջողակները ֆիլմներ։ Մոնտե Կարլոյի հետ կապ չուներ, բայց կարող են։ Միքայել բաց եք թողնում։ Շարունակում ենք հաջորդը։ Մումիա։ Վերջինը մի քիչ կարող էր օգնել կամ շեղել մումիայից։ Հնարավոր է։ Որ շեղել է։ Լավ, Օնիկ, ավաղ չեմ կարող ընդունել։ Գետը տեսնում եք։ Մահվան նշանը տեսնում եք։ Ամեն ինչ ճիշտ էիք, տարածաշրջանի իմաստով ճիշտ էիք, բայց մահն է ղոսի ափին, մահն է ղոսի վրա։
Այսպես է Смертնային թարգմանված ֆիլմը։ Անդրանիկ դուք գալիս եք, Օնիկ դուք մեկ քայլ բաց եք թողնում։ Խաղը շարունակում ենք։ Տարանտինո։ Ծիմրոտ։ Ի վերջո ինչ ենք տեսնում։ Խնդրում եմ սեղմեք որևէ մեկը։ 4 դուր, 4 դուր ենք տեսնում։ 4 Այս սենյակ, 4 դուրը ուր կարող էր տանել։ 4 սենյակ։ 4 սենյակ։ Սենյակ։ 4 սենյակ ֆիլմներ։ Լավ։ Օնիկ դուք վերադառնում եք եւ բոլորս խաղը շարունակում ենք։ Հաջորդ ֆիլմը։ Պիլա։ Սղոցը։ Սղոց, ճիշտ է։ Հաջորդը։ Աչից երկրորդը 2013-ին որպես երկրորդ պլանի դերասան Օսկար ստացավ։ Whiplash։ Ճիշտ է, մոլուցք։ Շարունակում ենք հաջորդը։ Ինչ ենք տեսնում։ Ինչ կարող են խորհրդանշել։ Գարուն։ Կիմկի դուկի ֆիլմն է։ Շատ հայտնի, ամենահայտնի ֆիլմը։ Գարուն համար աշուն ձմեռ նորից գարուն։ Ճիշտ է, գարուն համար աշուն ձմեռ եւ նորից գարուն։ Շարունակում ենք հաջորդը։ Մենք հայկական այդպիսի տոն ունենք նույնիսկ։ Որ ասում է արի քո եղնու, ինչ է կողքինը։ Բրինձը տար, բարեկենթանը։ Այդպիսի ֆիլմ։ Մուլտֆիլմ է բարեկենթանը։ Իսկ մենք հիշեցնում եմ, որ ունենք եւ մուլտֆիլմեր, եւ սերիալներ, եւ ֆիլմեր։ Շարունակում ենք հաջորդը։ Առաջին էմոջին ինչ է անում։ Ասում եմ։ Դա ինչի նշան է։ Փախնել։ Երբ է մարդ վազում։ Փախնում է։ Չէ, հակառակ է, որ չի փախնում։ Վախի շտապում է։ Որ ուշանում է։ Spécial любить։ Այո, շտապիր սիրել։ Okay։ Հաջորդը։ Դրոշները, դրոշը, հա, Իրան։ գիրքը, ինչ որ շափով տետերը, գիրքն ու տետերը երբ են օգտագործում։ Ֆարսի դասերը։ Հաջորդը։ Որտեղ կարելի է տեսնել այս ամենը։ Մենյու։ Մենյուում, ճիշտ է, մենյու։ Հաջորդը։ Վերջին սամուրայը։ Ճիշտ է, շարունակում ենք հաջորդը։ Օնիկ։ Ադամանդե ձեռքը։ Ճիշտ է, ադամանդե ձեռքը։ Եվ նախավերջինն է։ Ինչի նշան է։ Երկորի։ Եթե հորոսկոպով նայենք։ Сорокалетний девственник։ 40-ամյա կույսը։ Եվ վերջինը։ Ռեմբո։ Օնիկ։ Ճիշտ է, Ռեմբո առաջին արյունը։ Եվ Օնիկը միանգամից այս փուլում վաստակեց 270 միավոր, 230 միավորով։ Աննան Օնիկի հետ միասին ինձ հետ գալիս են երրորդ փուլ։ Անդրանիկ, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս այս փուլում, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Առաջինի եթերում ենք։ Սատանան կրում է Պրադա ֆիլմի առաջին մասի նկարահանումների ժամանակ Էն Հերոյին խնդրեցին 5 կիլոգրամ քաշ հավաքել, իսկ երկրորդ մասի նկարահանումների ժամանակ խնդրեցին 5 կիլոգրամ նիհարել դիզայներական հագուստի մեջ գեղեցիկ երևալու համար։ Երբ հանդիպեմ ռեժիսորին հարցնելու եմ, իսկ հնարավոր չէ հակառակը նկարահանել։ Ինչևէ, այս փուլում մեր մասնակիցները բավականաչափ կալորիաներ կկորցնեն 5 զույգ հարցերին պատասխանելու ընթացքում։ Նախորդ փուլում կուտակված միավորները 0-անում են, բայց առավել միավորներ վաստակած մասնակիցը որոշում է, թե ով է սկսելու այս փուլը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կստանաք 1 միավոր, իսկ մտածելու համար 20 վայրկյան ժամանակ։ Փուլը վաղաժամ կավարտվի, եթե մասնակիցներից մեկը
անհասանելիորեն առաջ անցնի։ Մյուսից, Օնիկ, քանի որ ձերն էին բարձր միավորները, դուք եք որոշումով է սկսում փուլը։ Ես կսկսեմ։ Ծափահարություններ մեր մասնակիցներին։ Եվ մեր երրորդ փուլի առաջին ենթափուլն է։ Նայելով մանկական լուսանկարին պետք է գուշակել, թե որ դերասանն է պատկերված։ Օնիկ, հարցը ձեզ համար է, ուշադրություն էկրանին։ Լավ, ավելի լավ բան, քան Սկարլետ Յոխանսոնը չեմ մտածի։ Տեսնենք։ Բրավո, Սկարլետ Յոխանսոն։ Աննա նույն սկզբունքով գուշակելու եք դուք։ Ոյ, Օ։ Ինքն էլ չի փոխվել։ Տղամարդը։ Սեղմեք։ Սեղմեք, մի քիչ բարձրաձայն, միջև պատասխանը տալը, մի տարբերակ մտածեք, բարձրաձայն։ Նայեք, ավելի լավ է ռիսկի գնալ, որովհետև չպատասխանել եւ սխալ պատասխանը նույն արդյունքին է բերելու, իսկ գուցե համընկում լինի եւ հաղթեք։ միգուցե Ալ Պաչինո։ Տեսնենք։ Օ, Ահա։ Ջոն Տրավոլտա։ Շարունակում ենք եւ երկրորդ ենթափուլն է։ Այժմ էկրանին կհայտնվի կադր, վստահ եմ ձեզ շատ ծանոթ ֆիլմից, որտեղ մի դետալ մենք թաքցրել ենք կինոյի տարբերանշանի ետևում։ Պետք է փորձել հիշել կամ պարզապես կռահել, թե ինչ է թաքցված։ Օնիկ, առաջին հուշում։ Հարցը ձեզ համար է, խնդրեմ։ Դերասանի անունը որ տամ, գուցե եւ շատ հեշտ ասեք։ Փորձենք։ Ես գժվում եմ իր համար։ Շատ Լավ հուշում, չէ՞։ Սեղմացնող հուշում էր։ Ում համար օրինակ ես կարող եի գժվել որպես դերասանի։ Ջիմ Քերին է։ Հա, դիմակ ուրեմն։ Տեսնենք։ Իհարկե, դիմակ։ Նույն սկզբունքով Աննա գուշակում եք դուք, խնդրեմ։ Ֆիլմը հիշում եք։ ահա հիշում եմ, Միմինոն է։ Միմինոն է։ Ինչով էր ուզում օգնած լինել իր վրացի ընկերոջը Մեծն Մկրտչյանը։ Սեղմեք, ժամանակը չավարտվի։ Ինչ են ասում են, որ ամեն անգամ ինչ որ մի բան ես ասում են էլ մի հորինի, որովհետև արդեն հորինված է, չէ՞, ամեն անգամ ինչ չես Նույն հորինի։ պատմությունը մի հորինի։ Հա։ Նույն Մեքենայի համար էր։ Անիվը։ Տեսնենք։ Այո, իհարկե։ Շարունակում ենք եւ երրորդ ենթափուլն է, հաջորդը փորձնական ենթափուլ է։ Մեր փորձնակը արհեստական պայմաններում աճեցված շատ բանական մի էակ է։ Իր ոճով գեներացրել են նկար, ֆիլմի կամ մուլտֆիլմի մոտիվներով։ Պետք է կռահեք, թե ինչ է եղել նրա մտքին։ Ուշադրություն, էկրանին Օնիկ ձեզ համար է։ Ինչ ենք տեսնում։ Պետք է ֆիլմի անունը ասվի։ Պետք է ֆիլմի անունը ասել, այո, սա մենք ֆիլմի անունը ասել ենք, արհեստական բանականությունը գեներացրել է այս Охотники նկարը։ за привидениями։ Ճիշտ է, ուրվական որսացողները։ Բրավո Օնիկ։ Նույն սկզբունքով գուշակում եք դուք, Աննա։ Մուլտ Եվ կարող է ֆիլմ լինել, եւ կարող է մուլտֆիլմ լինել։ Ֆիլմ է, տրվյալ պարագայում միակ բանը, որ կարող եմ ասել, որ ֆիլմ է։ Օսկար է ստացել։ Վերջ, էլ չեմ կարող։ Օ, երկու ֆիլմ է իմ մտքի մեջ ճիշտ ասած։ Կարող եք մեկնաբանել Դաշնամուր բարձրախոս, ինչ որ 3, Երկչի մասին է։ 2, 1 ձեր պատասխանը, որևէ տարբերակ։ Ray Charles, Ray։ Ray, իսկ ես սարընդունում եմ արդեն որպես պատասխան, երկրորդը որն էր ձեր մտքին։ Ճիշտ ասած, աստղը ծնվեց։ Lady Gaga-ի
Աստղծնվեց։ Այո։ Ավաղ երկուսն էլ ձեզ չէին կարող միավոր բերել, Աննա, La La Land-ն է։ Եթե մենք տեսնում ենք Կալիֆոռնիան, մենք տեսնում ենք այն պատմական աթոռը, որի վրա ամենահայտնի տեսարաներից մեկն է, բարձրախոսը որպես հուշում, որ այն մյուզիկլի ժանրի կինոնկար է, երաժշտական։ Բայց մենք շարունակում ենք դեռևս պայքարը, եւ հիմա հուշում եմ ֆիլմը, միաժամանակ ընդհանրապես չեմ հուշում։ Առաջին հայացքից տարօրինակ թվացող ձևակերպամբ ներկայացնում են ֆիլմի վերնագիրը կամ սյուժեն որպես հավելյալ օգնություն էկրանին կհայտնվի կադր տվյալ ֆիլմից։ Առաջին հուշումը ձեզ համար է Օնիկ։ Ֆիլմ, որի անվանումը հավասար է 25-ի քառակուսի արմատին կամ 10-ի 50%-ի։ Եթե ճիշտ պատասխանեք, հաղթանակը ձերն է։ 3 գումարած 2։ 3 գումարած 2 Հենրիկ Հովանիսյանի ֆիլմը ճիշտ է եւ արդեն 4 եւ 1 է Օնիկ դուք ինձ հետ գալիս եք սուպեր խաղ թողնջեն բարձր ծափահարություններ Աննա ձեզ համար շնորհակալություն խաղին մասնակցելու համար դուք փայլում եք այսօր եւ վստահ եմ որ կփայլեք ապագայում էլ կինոգիտելիքներով եւ ոչ միայն Նա կանք չառավ նախորդ փուլերի ընթացքում, հիմա էլ կանք չի առնելու ժամանակի հետ հաշվարկը, 120 վայրկյանի ընթացքում, մեր այսօրվա մասնակիցը պետք է գուշակի 7 ֆիլմ, եթե այդ վայրկյանին չեք մտաբերում ֆիլմը, ավելի լավ է հնչեցնել հաջորդը հրահանգը, մենք հետո կվերադառնանք չգուշակված ֆիլմերին, Օնիկ ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Շատ բարի, դուք հիանալի խաղ ցուցաբերեցիք եւ այս պահին գտնվում եք սուպեր խաղում։ Արդյոք սա առաջացնում է սուպեր էմոցիաներ, թե լարվածություն, սուպեր լարվածություն։ Լարվածությունը միայն կխանգարի։ Աշխատենք առանց լարվածության։ Աշխատում ենք առանց լարվածության եւ մենք ասեմ ավելին, նույնիսկ ունենք միջոցներ լարվածությունը առավել հանդարտեցնելու համար։ Դա մեր հարգարժան հանդիսատեսի ամենաջերմ ծափահարություններն են։ Եվ այսպես Օնիկ մենք ձեզ հետ սկսում ենք սուպեր խաղը, 120 վայրկյան եւ 7 ֆիլմ գուշակելու հնարավորություն։ Ժամանակը գնաց։ Նապոլեոն, Ճիշտ է։ Վենեցիա։ տուրիստը, Զբոսաշրջիկը ճիշտ է։ Եշ մալիս լյուբի, Կեր աղոթիր սիրիր ճիշտ է։ Ջումանջի, Ճիշտ է, Ջումանջի։ Ռիկը եւ Մորտին, Ռիկը եւ Մորտին, բրավո, ճիշտ է։ Մուլան, Մուլան, ճիշտ է։ Վերջինը, եւ դեռ շատ ժամանակ ունեք։ Եթե չեք կողնորոշվում, սեղմել պետք չի։ Դեդի ջան, գտանք, տոկիկա գտանք, կիկա։ Գնա, Եկել ջան, գնա։ Իտակի կեղտը լիզե։ տուշի, Գնա։ Գնա խալխի վուտ իտակի կեղտը լիզե։ Պեպո, Ինչպես։ Պեպո, Պեպո, ճիշտ է։ Այո, բրավո, բրավո, բրավո։ Օնիկ եւ ես գերագույն հաճույքով ձեզ եմ հանձնում Կինոյի Օսկարը, ինչպես նաեւ մեր գործընկերոջ Կինոպարկի կողմից սպասված ֆիլմերը դիտելու հրավիրատոմսեր։ Այսքան էր այսօրվա խաղը։ Ստոպ նկարահանված է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Գալիս ես։ Դու ինձ մոտ մեր խաղացողի Օնիկի նման մայիս ես արևոտ ստեղծագործությամբ էլ եզրափակում ենք այսօրվա եթերը։ Մայեստրո, խնդրեմ, action! Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։